Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է ԶՍՏ-ն Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախաբանում։ Միացյալ Նահանգները նախատեսում է մինչ տարեվերջ ձևավորել առաջին աշխատանքային խմբերը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, հայտնել են պետքարտուղարությունից։ Աշխատանքային խմբերը ԱՄՆ-ն կձևավորի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարությունների եւ փոխհմբռնման հուշագրերի հիման վրա։ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ից 30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում, որտեղ կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Նախատեսված են նաեւ երկկողմ հանդիպումներ, վարչապետն արդեն ժամանել է Փարիզ։ Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի առաջիկա բարելավումները, այդ թվում նախալրացվող տվյալների շրջանակ ընդլայնումն ու Լիազորի ինստիտուտի ներդրումը։ Տեղի է ունեցել պանելային քննարկում Պետեկամուտների կոմիտեի եւ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ։ Միացյալ Նահանգները նախատեսում է մինչև տարեվերջ ձևավորել առաջին աշխատանքային խմբերը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Այդ մասին հայտնել են պետքարտուղարությունից։ Աշխատանքային խմբերը ԱՄՆ-ն կձևավորի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարությունների եւ փոխհմբռնման հուշագրերի հիման վրա։ Պետքարտուղարությունից ընդգծել են, որ Միացյալ Նահանգները գնահատում է տարածաշրջանային վերջին քայլերն ու երկխոսությունը, ներառյալ սահմանազատման, ականազերծման, ենթակառուցվածքների զարգացման եւ բեռների տարանցման վերաբերյալ քննարկումները, նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երևանում։ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ից 30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում, որտեղ կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ Վաղը Ելիսեյան պալատում կկայանա վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նույն համաժողովին մասնակցելու նպատակով Փարիզ կմեկնի նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Վարչապետն արդեն ժամանել է Փարիզ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունել է հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ-ի եւ Բարսելոնայի միջազգային հարաբերությունների կենտրոնի կողմից կազմակերպած լրագրողների եւ փորձագետների Հայաստան այցի մասնակիցներին։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անդրադարձ է կատարվել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված նոր իրողություններին, մասնակիցներին էլ ներկայացվել է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Հայաստանի տեսլականը, որը արտացոլված է խաղաղության խաչմերուկ նախագծում եւ որի կարևոր բաղադրիչ է Թրամփի ուղին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի ու Եվրոպական միության միջև գործընկերության խորացման աննախադեպ դինամիկան։ ԱԳ նախարարը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դրական է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները, ընդգծելով, որ կողմերի միջև ինտենսիվ շփումները շարունակվում են բոլոր հիմնարար հարցերի շուրջ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա նաև անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին եւ նշել, որ իշխանությունը մտադիր չէ գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ինտենսիվ շփումները շարունակվում են, ներառելով հումանիտար եւ սահմանի զատման ու գծման հետ կապված հարցեր։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Կարծում եմ, որ այն տեմպը, որ կա Հայաստան-Ադրբեջան գործընթացում հարաբերություններում վատը չէ, օրինակ Ադրբեջանի կողմից իր մասով, օրինակ հայկական բեռների տեղափոխման, շրջափակման արգելքի հանումը։ Հարությունյանի խոսքով համապատասխան ուղղություններով աշխատում են փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը, արտաքին գործերի նախարարությունն ու անվտանգության խորհուրդը։ Երկկողմ շփումներում այդ հարցը անընդհատ կա եւ պետք է փորձենք նաև ընդհանուր եզրեր գտնել, որպեսզի օր առաջ այդ փաստաթղթը ստորագրվի։ Ինչ վերաբերում է անկախության հռչակագրին, ապա Արայիկ Հարությունյանը հռչակագրում գոյություն ունեցող ձևակերպումներում որոշակի խնդիրներ է տեսնում։ Հարցին արդյոք կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, ըստ որի հռչակագրի բովանդակությունը ենթադրել է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն չի կարող կայանալ։ Հարությունյանը պատասխանեց, որ կիսում է վարչապետի դիրքորոշումը։ Հարությունյանն անդրադարձել է
նաև արտահերտ ընտրությունների հնարավորության մասին խոսակցություններին, նշելով, որ իշխանությունը չի գնալու այդ ճանապարհով եւ պատրաստվելու է հունիսին կայանալիք հերթական ընտրություններին։ Գործընկերներ ունենք, որոնք նաև արտահերթի մասին են խոսում եւ դա պետքա գնահատվի։ Մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա եւ ուրեմն գնում ենք հերթական ընտրությունների, խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել, շտաբի ձևավորումը կապված է այն բանի հետ, որ առաջին անգամ իշխանությունը ուզում է առանց տարբեր հարցերում ցայտնոտների, շտապողականության ճիշտ կազմակերպի իր աշխատանքը եւ այդ որոշումը պայմանավորված է դրանով, որ եւ առհասարակ քաղաքական ուժը ամեն հաջորդ ընտրությունից հետո, ասենք օրինակ, առաջիկա ընտրությունը երբ է լինել, հունիսի 7, 8, 10, հաջորդ օրը կարող է ձևավորել հաջորդ ընտրությունների շտաբ եւ նախապատրաստ։ Ինչպես հայտնի է, օրեր առաջ ձերբակալվել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ Գյումրու համայնքի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ, կաշառք ստանալու մեղադրանքով։ Հոկտեմբերի 28-ին էլ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը Մոսկվայից Երևան վերադառնալուն պես կալանավորվեց։ Ավելի վաղ հոկտեմբերի 23-ին Երևանի քրեական դատարանը հրապարակել էր վճիռ, որով Մասիս համայնքի ղեկավարը դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Լրագրողների այն դիտարկմանը, թե իշխանությունը հետևողաբար կալանավորում է ընդդիմադիր գործիչներին, Հարությունյանը պատասխանեց. Մենք ապրում ենք իրավական պետությունում եւ բոլոր նրանք, ովքեր հանցանք են գործում, լինի դա ընդդիմություն, իշխանություն, հայտնվում են համապատասխան տեղերում կամ հարուցվում են համապատասխան վարույթներ։ Մեր մեղավորությունը այդտեղ թերևս այն է, որ այնուամենայնիվ այդ համակարգերը այնպես արագ չեն բարեփոխվել եւ զարգացել, որպեսզի նմանատիպ գործերը իրենց ժամանակին, այսինքն ոչ թե ավարտվեն մի քանի տարում, այլ ավարտվեն ամիսների ընթացքում եւ նման խոսակցությունները իջիկ կլինեն։ Ըստ նրա խոսքի համար Հայաստանում կալանք չկա։ Մենք խոսքի համար չենք կալանավորում եւ առհասարակ գործադիրը կալանավորելու որևէ գործառույթ չունի։ Իրավապահները կալանավորվում են համապատասխան քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նկարագրված իրավիճակներում։ Հարությունյանը վստահեցնում է, իշխանության բոլոր գործողություններն իրականացվում են միայն ու միայն օրենքի շրջանակում, առանց շտապողականության։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Անդրադառնանք այլ թեմաների, կաշառք ստանալու եւ տալու մեղադրանքներով ձերբակալվել էին նրանց, որոնցից 3-ը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից, նշելով, որ քննչական գործողությունները իրականացվում են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ իրավապահները խուզարկություններ են իրականացրել տարբեր հասցեներում, այդ թվում Ապարանի համայնքապետարանում կա ձերբակալվածներ։ Պետեկամուտների կոմիտեի եւ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված պանելային քննարկմանը ներկայացվել են ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի առաջիկա բարելավումները, այդ թվում նախալրացվող տվյալների շրջանակի ընդլայնում եւ լիազորի ինստիտուտի ներդրումը։ Առաջիկայում լայնածավալ իրազեկման արշավ կիրականացվի քաղաքացիներին 26 թվականից համակարգի լիարժեք գործարկմանը նախապատրաստելու համար։ Համընդհանուր հայտարարագրումը ոչ թե վերահսկողության, այլ ֆինանսական թափանցիկության եւ հավասար հարկային դաշտի ձևավորման միջոց է։ Երևանում անցկացվեց ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացը, ներկափուլում եւ ակնկալվող փոփոխությունները թեմայով պանելային քննարկումը, որը նպատակ ունի ներկայացնելու գործընթացի ընթացիկ փուլը, պարզաբանելու նոր համակարգի գործարկման նպատակը եւ ներկայացնելու այն փոփոխությունները, որոնք նախատեսվում են առաջիկայում։ Ըստ այդմ նոր կարգավորումներով ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը պարզեցվում է։ Հայտարարագիրը նախալրացվելու է հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կարծում է, որ համընդհանուր հայտարարագրումը կարևոր քայլ է դեպի արդար հարկային համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ոչ միայն հայտարարում է իր եկամուտները, այլև մասնակցում պետության զարգացմանը։ Ըստ նրա, սա նաև գործիք է ստվերի կրճատման եւ հարկային կարգապահության բարձրացման համար։
Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանն էլ ներկայացրեց արդեն իրականացված տեխնիկական եւ կազմակերպչական աշխատանքները, հիշեցնելով, որ գործընթացը մեկնարկել է փուլային սկզբունքով նախ պետական ծառայողների եւ բյուջետային կազմակերպությունների աշխատակիցների համար, ապա 2026 թվականից ներառվելու է նաեւ մասնավոր հատվածը։ Նրա խոսքով համակարգն ինտեգրվում է էլեկտրոնային հարթակների հետ եւ քաղաքացիները կարող են միանգամայն պարզ ձևով լրացնել եւ ներկայացնել իրենց հայտարարագրերը։ Այն բանկերը, ովքեր կամավոր հետաքրքրություն են ցուցաբերել, իրաց նախորդ շաբաթ հանդիպում են նույնիսկ կազմակերպել, քննարկել են այն տեխնիկական նյուանսները, թե ոնց պետք է փոխանցումը տվյալների տեղի ունենա։ Այստեղ հիմնականում խոսքը գնալու է որպես գործակալ ավանդի տոպոսի եկամտային հարկի մասին է խոսքը, բայց չենք սահմանափակվելու դրանով, կարող է հնարավոր է ընդարձակենք նաև օրինակ բաժետոպսերի առողջակից առաքած որոշակի եկամուտների եւ այլն, այսինքն այդ շրջանակի մեջ, բայց միանշանակ քաղաքացիների մեջ չենք։ Ֆինանսների փոխնախարարն էլ իր հերթին անդրադարձավ ակնկալվող փոփոխություններին, շեշտելով, որ կառավարությունը քննարկում է նաև եկամուտների կառուցվածքի ավելի ճշգրիտ հաշվառման եւ հայտարարագրման մեխանիզմներ, նաև հնարավոր հարկային արտոնությունների կիրառումը որոշակի խմբերի համար։ Մենք նախատեսում ենք, որ համընդհանուր հայտարարագրումը հնարավորություն կտա ձևավորել ամբողջական պատկեր քաղաքացիների եկամուտների եւ ծախսերի կառուցվածքի վերաբերյալ, դրանով իսկ ավելի արդյունավետ դարձնելով սոցիալական եւ հարկային քաղաքականությունը, ընդգծեց փոխնախարարը։ Հիշենք, թե բանկերից ստացող տեղեկատվությունը որտեղ է զետեղվելու եկամտային հարկի հաշվարկում, հայտարարում, այսինքն այստեղ խոսքը բացառապես եկամուտների մասին կարող է լինել, հարկվող, այդ թվում գործակալի կողմից պահված եւ չհարկվող։ Հետևաբար հայտարարագրից դուրս, հայտարարագրի տողերից դուրս որևէ տեղեկատվություն, որը բանկը տիրապետում է, օրինակ բանկային հաշվի մնացորդ պայմանական, այսինքն մնացորդի մասին չէ խոսքը, շարժերի մասին է խոսքը, եկամտի տեսքով տեղադրելու, միայն դրանք է, որ բանկը ակնկալում է ստանալ հայտարարում զետեղելու համար։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան նաև համակարգի գործարկման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական խնդիրներին, հանրային իրազեկման անհրաժեշտությանը եւ այն հարցին, թե ինչպես կարելի է խուսափել տվյալների չարաշահման ռիսկերից։ Այն տեղեկատվությունը, որ օրենքով սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակական գաղտնիք համարվող տեղեկատվություն, պետք է օրենքով սահմանված կարգով պահպանելու է։ Սա շատ կարևոր է, որպեսզի նաև անձնական տվյալների պաշտպանությունը լինի հավուր պատշաճի։ Ինչ վերաբերում է հեռանկարին, երկու բան թերևս կարելացնեմ, նախ կառավարությունը իրավասու է ըստ կարիքի եւ ըստ շրջահայացության, ըստ համակարգերի ձեռած հնարավորության ընդլայնել երրորդ անձանց շրջանակը, որոնք տեղեկություններ կարող են հաղորդել եւ սրանք հաղորդակից ամոթների նման են աշխատել։ Պետք է տեղեկատվությունը որքան ամբողջական եւ որքան արժանահավատ լինի, այնքան ավելի քիչ բան կմնա մարդկանց հայտարարելու եւ այս դեպքում այո, ես կհամաձայնեմ ձեզ հետ, որ անձնավորված հաշվարկման համակարգը հիմնականում եղած տեղեկատվության վրա կկառուցվի։ Պապկենթունյանը շեշտեց քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունը լինելու է առաջնահերթություն, իսկ ՊԵԿ փոխնախագահը հավելեց, արդեն ներդրվում են համապատասխան պաշտպանական մեխանիզմներ եւ տվյալների կոդավորման համակարգեր։ Մասնակիցների կարծիքով համընդհանուր հայտարարագրումը կդառնա հարկային բարեփոխումների հաջորդ կարևոր փուլը, որը կօգնի Հայաստանին ձևավորել արդար, թափանցիկ եւ կանխատեսելի ֆինանսական միջավայր։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովում շարունակվում է 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումը։ Այսօրվա պետական իրավական եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում ազգային ժողովի բյուջեի կրճատման, պետական ծառայողների վերապատրաստման, մեզալսակայանների վերահսկողության, նաեւ քրեակատարողական հիմնարկների պայմանների բարելավման հետ կապված խնդիրներ են եղել։ Ազգային ժողովի պետական իրավական եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում շարունակվում է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումը։ Նիստում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ազգային ժողովի բյուջեի կրճատմանը, նշելով, որ այն համաչափ է կատարվել բոլոր պետական մարմիններում։ Մեր բյուջեն էլ գիտեք, որ տարբեր ուղղություններով կրճատվել է եւ ըստ էության դրանք սիմետրիկ են մեր աշխատակազմին, կամ բովանդակությամբ ըստ էության նույն ծախսերի կրճատումն է, ինչ որ եղել է ազգային ժողովի աշխատակազմում եւ դա ընդհանուր այս բյուջեի տրամաբանության վրա դրված ֆինանսների նախարարության կողմից եւ քաղաքական որոշմամբ սահմանված սկզբունք է
որը չեմ կարծում, որ շատ էական ազդեցություններ կարող է ունենա, մանավանդ այն տրամաբանության շրջանակներն, որ դուք եք ասում, հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններ են եւ թիվը կարող է մեծանալ, թիվը կարող է նաեւ փոքրանալ։ Նա խոսել է նաեւ պետական ծառայողների վերապատրաստումների մասին, նշելով, որ պետական ծառայողների որակավորման հարցը շարունակում է մնալ առաջնահերթություն։ Վերապատրաստումների հետ կապված մեր ամենամեծ խնդիրներից մեկն է, որովհետեւ տարիներ շարունակ մենք ճիշտ մեխանիզմները չենք գտնում այս վերապատրաստումները իրականացնելու համար։ Իհարկե միջազգային գործընկերների հետ շատ ծրագրեր ենք իրականացնում այս առումով, խրախուսում ենք նաև մասնակցությունը այսպիսի միջոցառումներ լինի դա Հայաստանում կամ Հայաստանից դուրս։ Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանն էլ անդրադարձել է բենզալեցակայանների գործունեությանը, տեղեկացնելով, որ արձանագրված խախտումների հետևանքով վերջին շրջանում կասեցվել է 276, ապա մոնտաժվել 71 բենզալեցակայան։ Ըստ Խաչատրյանի տեսչության կատարած աշխատանքի արդյունքում վարչական ակտերի բողոքարկումների թիվը նվազել է։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն էլ ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում իրականացված բարեփոխումները։ Նախարարի խոսքով Արմավիր քրեակատարողական հիմնարկում ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարում։ Աբովյան քրեակատարողական հիմնարկը գրեթե ամբողջությամբ վերանորոգվել է։ Նախատեսվում է նաև գեներատորների գնում եւ արտաքին պարագծի տեխնիկական հսկողություն։ Ինչ վերաբերում է դատավարությունների ձգձգումների խնդրին, ապա ըստ նախարարի դրանց տևողությունը կկրճատվի եւ կսահմանվեն դատավարական ժամկետներ։ Ըստ նրա քրեական գործերով քննությունը կտևի առավելագույնը 1 տարի։ Այդ ժամկետը կարող է երկարաձգվել միայն պատճառաբանված որոշմամբ։ Գալյանը նշել է նաև, որ դատական գործերի կուտակումից խուսափելու համար կդիտարկվի դատավորների փոփոխության հնարավորությունը։ Մենք ունենք նախաձեռնություն, ըստ որի դատավորի փոփոխության դեպքում, եթե կողմերը չեն առարկում, գործի քննությունը չպետք է սկսի զրոյական կետից, այլ պետք է շարունակվի այն կետից, որում որ ավարտվել է, այսինքն առաջին դատավորը որ կետում որ թողել գնացել է, եւ սրան զուգահեռ ունենք եւս մեկ նախաձեռնություն, որի համաձայն դատավորները, որոնք ընդգրկվելու են առաջխաղացման ցուցակում կամ նրանց վերաբերյալ որոշում է կայացվելու տեղափոխվել մեկ շրջանից մեկ այլ շրջան, մինչև տեղափոխման պահը պետք է փաստացի մաքրեն, այսպես ասած, իրենց գործերի 50%-ը, իսկ մյուս 50%-ը պետք է մակագրվի տվյալ դատարանի այլ դատավորներին։ Գալյանը նաև նշել է, որ անձնական տվյալների պաշտպանության նպատակով նախարարության նախաձեռնությամբ ստեղծվելու է եվրոպական չափանիշներին համապատասխան կառույց։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջեն 2026 թվականի պետական բյուջեի նախագծով կավելանա 15 միլիոն դրամով։ Այդպիսով 2025 թվականի 587 միլիոն դրամի փոխարեն դառնալով 602 միլիոն դրամ։ Այս մասին ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 26 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտնել է ֆինանսների նախարարը։ Նրա խոսքով հավելյալ հատկացումը պայմանավորված է պետական ապարատի պահպանման ծախսերի անհրաժեշտությամբ։ Ինքը Անահիտ Մանասյանը հայտարարել է, թե միջազգային գրեթե բոլոր կառույցները Հայաստանին տվել են հստակ հանձնարարական ավելացնելու մարդու իրավունքների ոլորտներին առնչվող ֆինանսական հատկացումները, քանզի մասնավորապես ՄԻՊ գրասենյակի մարդկային եւ ֆինանսական ռեսուրսները բավարար չեն իրենց մանդատով վերապահված գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Մի քանի հանձնարարականների մասով, որոնք շատ վաղուց էին դեռևս տրվել Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես հետո վերահաստատվել էին 2019 թվականին, մենք կարողացանք բավականին լուրջ զարգացում ունենալ, որովհետև մարդու իրավունքների պաշտպանի հաստատության եւ իրավասու այլ մարմինների հետ համագործակցության արդյունքում հնարավորություն ունեցանք մշակելու օրենսդրական փոփոխությունների նախագիծ եւ նախագծի հեղինակը պարոն Բաքոյանը ըստ էության ներկայացրել էր ազգային ժողովում եւ արդեն երկրորդ ընթերցմամբ այդ փոփոխությունների նախագիծն ընդունվել է։ Շատ կարեւոր փոփոխություններ են հատկապես այն առումով, որ Սովորաբար, երբ պետությունները մարդու իրավունքների պաշտպանի հաստատություններին տարբեր մանդատներ են տրամադրում միջազգային տարբեր պարտավորությունների համատեքստում, երբեմն ուղղակի ամրագրում այդ մանդատներին իրենց օրենսդրությամբ չեն տալիս եւ միավորված ազգերի կազմակերպությունը մշտապես է պահանջում պետություններից, որպեսզի հնարավորինս նաեւ օրենսդրական մակարդակում այդ ձևակերպումները տրված լինեն։ Խոսքը օրինակ մարդու իրավունքների խթանման մանդատի մասին է, որը շատ վաղուց մեր հաստատությունը ունեցել է, քանի որ միավորված ազգերի
ազգերի կազմակերպության կողմից ըստ էության վերջինս նաև որպես մարդու իրավունքների ազգային հաստատություն է գնահատվում, հետևաբար բացի օմբուդսմանական հաստատություն լինելուց նաև մարդու իրավունքների ազգային հաստատություն է, բայց մինչ այդ ուղղակիորեն լիազորությունները ամրագրված չեն եղել, այս օրենսդրական փոփոխությունների նախագծով դրանք ամրագրվել են։ Ուզում եմ հատուկ նշել, որ շատ մեծ ուշադրություն ենք դարձնում հանրային իրազեկման աշխատանքներին եւ ես անձնապես եմ Հայաստանի գրեթե բոլոր մարզեր մեկնում, երևի թե շաբաթ չկա, երբ ինքս չմեկնեմ մարզեր կամ շաբաթվա կտրվածքով աշխատակազմի ներկայացուցիչներն են մեկնում, տարբեր հանրային իրազեկման այսպես միջոցառումներ են ունենում, բայց նաեւ շատ կարեւոր եմ համարում շեշտադրել, որ Եվրոպայի խորհուրդը ունի մի շարք հանձնարարականներ, որոնցով նաեւ պետությանն է հանձնարարում իրազեկման աշխատանքներ իրականացնել հենց պետական մարմինների ներսում մարդու իրավունքների պաշտպանի մանդատի առնչությամբ, որովհետև երբեմն այս առումով եւս տարատեսակ իրավիճակների հանդիպում ենք, երբ մանդատը, դերը, անկախության ու անձեռնխելիության երաշխիքները ընդհանրապես պատշաճ պատկերացման չեն արժանանում եւ երբեմն այդ թվում մի դեպք է եղել, երբ պաշտոնական փաստաթղթի մակարդակով, այսպես անկախությանը միջամտության փորձեր են եղել, ինչը շատ կարևոր է նաև պետական մարմինների շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու առումով։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ Խերսոնում մանկական հիվանդանոցին ռուսական հարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն 9 մարդ, այդ թվում 4 երեխա։ Ռուսաստանը ոչ միայն ձգձգում է իր ահաբեկչական պատերազմը, այլև փորձում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատերազմը դադարեցնելու ոչ մի հնարավորություն չլինի։ Ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական հարվածից հիվանդանոց է վնասվում, թեև Մոսկվան շարունակաբար պնդում է, թե թիրախավորում է միայն ռազմական օբյեկտներ։ Ռուսաստանը նաև մեծ հաջողությամբ փորձարկել է միջուկային մարտագլխի կրելու հնարավորությամբ Պոսեյդոն համակարգը։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի պաշտոնյաները Պոսեյդոնը բնութագրել են որպես հակահարվածային զենքի նոր կատեգորիա, որը կարող է առաջացնել ռադիոակտիվ օվկիանոսային ալիքներ, ափամերձ քաղաքները անմարդաբնակ դարձնելով։ Պուտինը հավելել է, որ Պոսեյդոնի հզորությունը գերազանցել է Սարմատ միջմայրցամաքային հրթիռները։ Միջազգային նորությունները դիտեք տեսաշարժ։ Շարունակում ենք թողարկումը հայկական հեռուստաեթերի բազմամյա փորձով ֆիլմարտադրության զբաղվող «Մենք» հոլդինգը մեկնարկել է նոր նախագիծ «Մենք» թատրոնը։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում օրեր առաջ հանդիսատեսը վայելեց «Սերը վերջին հարկում» նոր ներկայացումը։ Ընտանեկան երջանկության հակառակ կողմը, ինտրիգներ, գաղտնիքներ, որոնք սիրված դերասանները ներկայացնում են հումորով եւ ստիպում հանդիսատեսին ծիծաղել անգամ անելանելի թվացող իրավիճակներում։ Սիրո և դավաճանության հավերժական թեմաների մասին նոր ներկայացում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Հանդիսատեսին սիրված դերասանները տեղափոխում են բարձրահարկ շենքի ամենավերջին 14-րդ հարկ և ականատեսը դարձնում հարևան ամուսինների միջև սիրավեպի խճճված պատմությանը։
Սերը վերջին հարկում բեմադրության հեղինակ Կարո Բալյանը մեկ գործողությամբ կատակերգության մեջ ներկայացնում է ընտանեկան թվացյալ երջանկության իրական կողմը։ Դե իսկ հայտնի ու սիրված դերասաններ Հայկ Հովանիսյանը, Ռոզի Ավետիսովան, Արեն Սաֆարյանը, Սոնա Մաթևոսյանն ու Վաչե Երիցյանը հանդիսատեսին ստիպում են անցնել ընտանեկան դավաճանության ինտրիգներով, գաղտնիքներ բացահայտել եւ անելանելի թվացող իրավիճակներն անգամ հաղթահարել հումորով։ Բայց այդ օրվան դեռ շատ կա։ Կյանքս բայց հինիկ բան ինձ պետք է պատրաստվես։ Սերը վերջին հարկում կատակերգությունը կին տղամարդ հարաբերությունների թաքնված կողմերի արտացոլանքն է ներկայացված զվարճանքով։ Այս կատակերգությամբ հայկական հեռուստաեթերի բազմամյա փորձով ֆիլմարտադրությամբ զբաղվող Մենք հոլդինգը մեկնարկեց նոր նախագիծ Մենք թատրոնը, որը նոր շունչ կհաղորդի հայկական թատերաշխարհին։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։ Ազնի երկու ջրատարից ծնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը վերացնելու համար Վիոլա ջրընկերությունը այժմ պետության հետ համատեղ իրականացնում է այդ ջրատարը վտանգավոր գոտուց դուրս բերելու աշխատանքներ, կառուցելով նոր ջրատար։ Հիմա աշխատանքներ են ընթանում այդ հատվածում, որտեղ այլևս նման վտանգ չկա։ Կատարվում են շրջանցման, վերակառուցման եւ միացման աշխատանքներ։ Դիտեք այս մասին պատմող տեսանյութը, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։ Երևանի Կորեայի ձոր կոչվող հատվածում Արսենի 2 Երևան 800-ից 1000 մմ-անոց մայրուղային ջրատարն է։ Այստեղից են ջուր ստանում Երևանի Արաբկիր վարչական շրջանն ու Կենտրոն վարչական շրջանի մի մասը։ Վերջին տարիներին այս հատվածում ժայռաբեկորների թափման, մեծ ծավալի աղբ լցնելու եւ սողանքների պատճառով փոխվել է Հրազդան գետի հունը, որի հետևանքով էլ այս կարևոր նշանակության ջրատարը հայտնվել էր գետի մեջ եւ պարբերաբար վթարվել։ Յուրաքանչյուր վթարի ժամանակ դրա հետևանքները վերացնելու համար Վիոլիա թիմից պահանջվում էր մի քանի օր տևող բարդ ու ահռելի աշխատանք։ Խնդիրը մեղմելու համար ընկերությունը միաժամանակ դիմում էր պատկան մարմիններին, լուծելու Հրազդան գետի հունի լայնացման եւ սողանքի կանխման խնդիրները։ Այստեղ տարիներով խողովակները քայքայվել են տարբեր պատճառներով, շինարարական աշխատանքներ են կատարվել տեղում, վնասվել են խողովակները, քերվել են, լիցքի արդյունքում բնակիչների կողմից ապօրինաբար տարածքում կատարվել է շինաղբի թափոնների լցնում, թափել են ու տենց առաջացել է սողանքներ, ինչի արդյունքում Երևանը ջրամատակարարող խողովակներից մեկը, մայր խողովակներից մեկը վնասվել է, որը շատ հաճախակի վթարների պատճառ էր դառնում։ Եվ ահա առաջացած խնդրին լուծում տալու համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի եւ Վիոլիա ջուրընկերության համատեղ ուժերով կազմվեց սողանքային հատվածը շրջանցող նախագիծ։ Ամիսներ շարունակ ընթացող շինարարական աշխատանքները մոտեցել են իրենց ավարտին եւ այժմ ընթանում են նոր կառուցված ջրատարի 750 մետր հատվածի միացման աշխատանքները գործող ջրատարին։ Երկրորդ հատվածի մասով դա պետության հետ համատեղ շինարարական կամպանիան է, շինարարական կազմակերպությունն է հիմա կատարում աշխատանքները։ Նրա վթարման պատճառը ավելի խորն է, սողանքներն են։ Հիմա կատարվում են միացման աշխատանքները, ինչի արդյունքում երկարատև ժամանակ Էլես վթարների մասին կմոռանանք։ Ընկերության Արաբկիր շահագործման տեղամասն էլ իր հերթին ջրատարի 4 այլ հատվածներում է խնդիրներ լուծում։ Ջրատարի մի հատվածում շաբաթը մեկ կրկնվող վթարներին վերջ տալու համար նորով է փոխարինվում խողովակաշարի 45 գծամետր հատված։ Խոշոր վթար է վերածվում մեկ այլ սողանքային գոտում, իսկ Պրոշյան եւ Գրիբայեդով փողոցներում բաշխիչ ցանցը կառավարելի դարձնելու համար իրականացվում են հոսքաչափերի տեղադրման աշխատանքներ։ Շաբաթը մեկ գալիս ենք այստեղ էլի աշխատանքների վերականգնման։ Հիմա փոխարինում ենք վթարված հատվածը։ Այսպիսով Վիոլիա ջուրընկերությունը մի կանգառով լուծում է 5 խնդիր, լուծում տալով տարիներ շարունակ ջրատարի վրա կրկնվող վթարներին։ Այս խողովակներից սնվում է նաև Մաշտոց տեղամասը, կոնկրետ հենց այս հատվածից։ Ու մինչև Խալբերտ այս ջրատարը ջուր տալիս է երկու ուղղություններով։ Ջրատարը լցնելու համար բավականին երկար ժամանակ է հարկավոր, դա էլ հնարավոր է մեր նշած ժամից մի քիչ տարբերություն լինի, բայց կարծում նշված ժամում ամբողջությամբ կվերականգնենք։ Թեպետ Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններում ջրանջատումը հայտարարված է մինչև վաղը երեկոյան, սակայն Վիոլիա թիմն անում է հնարավոր ամեն ինչ հայտարարված ժամից շուտ ջրամատակարարումը վերականգնելու համար։ Սակայն պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք՝ աշխատանքներն ավարտելուց հետո ժամանակ է պետք 800 մմ-անոց ջրատարը կրկին ջրով լցնելու համար, որն էլ սպառողներին կհասնի աստիճանաբար։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։